Թրամփի ուղու շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2026 թվականի երկրորդ կեսից, հայտարարեց Հայաստանի ղեկավարն ու մանրամասնեց։ Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած երթուղով, քանզի այլ հատվածում նոր երկաթուղի կառուցելը իրատեսական չէ։ Ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Մինչև տարվա վերջ մենք, այսպես ասած, թղթի վրա պետքա նկարագրենք բոլոր մանրամասները 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետքա սկսեն շինարարական աշխատանքները։ Էսա պլանը, բայց ես ընդ որում սա նորություն չի, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, այսօր էլ չէի ուզում ասեի։ Ինչի, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Վարչապետը վերահաստատեց, գործընթացը հիմնված է Վաշինգտոնի հռչակագրով ամրագրված սկզբունքների վրա։ Այն է տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ Թրիփի միջոցով նախատեսվում է ապահովել կապը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է նրան, որ սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա։ Փաշինյանին երկրորդեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հենց նա էլ ղեկավարում է երկու երկրների միջև սահմանազատման հայկական կողմի հանձնաժողովը։ Բացի դա, նաև իհարկե ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները, նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ այո սահմանազատում է, բայց այդտեղ հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առանցին անկախ դրանից մենք մեր գործընթացը վստահ եմ, որ կշարունակենք։ Գրիգորյանը հիշեցրեց նաև սեպտեմբերին կայացած փոխայցելությունների մասին, սակայն նրա տեղեկացմամբ բացի այս կան նաև աշխատանքային առանձին շփումներ, որոնք կրկին վերաբերում են սահմանազատման գործընթացի շարունակությանը։ Այդ շփումները եւս փոխվարչապետը կառուցողական գնահատեց։ Ադրբեջանի հետ բանակցությունները կառուցողական դաշտում շարունակելու եւ Հայաստանի ապաշրջափակման համատեքստում իշխանությունը կարևորում է օրինակ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ներկրված ցորենի փաստը։ Հիշեցնեմ, ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին, անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է մոտ 1000 տոննա ցորեն։ Այս գործընթացին նախորդել էր Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այնուհետև Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, թե Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Այս հայտարարությունը Հայաստանում բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Անդրադառնալով մատակարարված ցորենի որակին եւ դրա շուրջ ծավալվող քննարկումներին, վարչապետը ընդգծեց. Ցանկացած ցորեն ինքը շուկայական ապրանք է։ Ես հələ չեմ այդքան բան անում։ Կա ապրանք, կա ցորեն ապրանք, կա, չգիտեմ, 1000 ու մի ապրանք, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 80-րդ, 90-րդ տեսակի ապրանք, ինքը ունի գին։ Ինքը ունի գին։ Եվ ինքը ունի լոգիստիկա։ Հիմա նոր ճանապարհով X ապրանքը A կետից եկել է հասել B կետը։ Հիմա ցորեն ինչպիսին է, այդ նախ այդ գնումը իրականացրել է, կառավարությունը չի իրականացրել, այդ գնումը իրականացրել է մասնավորը իր կարիքների համար։ Այսինքն գնացել է շուկա, ապրանք առել, կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել այդ ճանապարհով։ Այսինքն այս ինչ թեմա է, որ չգիտեմ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդ հա գնացել է, ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է
Պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերելա ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրեմը։ Մինչև այս էլ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով կրկին գնացքով Հայաստաններ տեղափոխվել նաեւ Ռուսաստանից ձեռք բերված ցորենը, նույնպես մոտ 1000 տոննա։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք, ինչ ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք, գինը հետաքրքիր կլինի, հա գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրեմ։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը օրերս հայտարարել էր, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է, այսպես ասած, անջատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Կիևին, գնելով ուկրաինական հացահատիկ, չնայած դրա ավելի բարձր գնին։ Ըստ նույն աղբյուրի Երևանը իբրև մտադիր է գերավճարի տարբերությունն էլ փոխհատուցել Եվրամիության տրամադրած միջոցներով։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նաև ռուսական կողմի այս պնդումներին։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկը ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջ ինչ էր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառված է, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։